Նախքան նյութին անցնելը կխնդրեմ լայքել եւ բաժանորդագրվել մեր ալիքին։ Ինչ է ավարտվում կամ սկսվում Հայաստանում խաղի ելքը մոտ է։ Հայաստանում պաշտոնանկ են եղել ԱԱԾ պետ Արմեն Աբազյանը, իսկ ԱԱԾ ղեկավարի պարտականությունը կատարում է նրա տեղակալ Անդրանիկ Սիմոնյանը։ Արմեն Աբազյանի պաշտոնանկությունը տեղի է ունենում ռուսաստանցի հայ միլիարդատեր Սամվել Կարապետյանի ձերբակալության ֆոնին, որի պատմությունն ակնթարթորեն հասունացավ նախօրեին այն բանից հետո, երբ Կարապետյանն այցելել էր Գարեգին II կաթողիկոսին հայտնել նրա աջակցությունը, բայց ամենից էականը թերևս հայտարարել, որ եթե քաղաքական ուժերը չգործեն արդյունավետ, ապա իրենք այդ հարցը իրենց ձևով կլուծեն։ Ինչ է նշանակում իրենց ձևով։ Կարապետյանը մանրամասներ չի ներկայացրել, սակայն ակնհայտ է, որ նա այդպիսով բաց մարտահրավեր է նետել Նիկոլ Փաշինյանին։ Փաշինյանը ձեռնոցը վերցրեց եւ վերադարձրեց միանգամից։ Այստեղ իհարկե հարց է առաջանում, թե արդյոք Փաշինյանը Կարապետյանի հանդեպ գործողությունները ծրագրել էր ավելի վաղ, ինչի համար էլ ռուսաստանցի միլիարդատերը որոշեց պաշտպանվել այցելելով Մայրաթոր։ Իհարկե հայտնի է, որ Կարապետյանը միշտ էլ սերտ հարաբերություններ է ունեցել հայ ղեկավարության հետ։ Տարիներ առաջ հենց նա էլ վերանորոգեց վեհարանը, որի բացմանը մասնակցում էր նաև Նիկոլ Փաշինյանը։ Բայց այսօր բոլորովին այլ իրավիճակ, հարաբերություններ եւ խնդիրներ են թե Փաշինյանի եւ թե եկեղեցու, թե Կարապետյանի առաջ։ Ընդ որում դրանք պայմանավորվում են թերևս թե ներքին նախընտրական օրակարգով եւ թե փոխկապակցված փոխազդեցության մեջ գտնվող արտաքին հանգամանքներով։ Այդ ֆոնին Արմեն Աբազյանի հրաժարականը ներկայացվում է որպես Նիկոլ Փաշինյանին դիմադրելու եւ Կարապետյանին ձերբակալելուց հրաժարվելու հետևանք։ Իհարկե հնարավոր է ամեն ինչ, սակայն ԱԱԾ պետի պաշտոնանկությունը վկայում է, որ խաղադրույքը իսկապես բարձր է բոլոր կողմերում, ինչպես նաև հուշում, որ խաղի ելքը թերևս մոտ է։ Համենայն դեպս հարկ է նկատել, որ Հայաստանում 2018-ից հետո ԱԱԾ պետի փոփոխությունները կատարվել են հատկանշական շրջափուլերով։ Արթուր Վանեցյանը պաշտոնանկ եղավ փաստորեն 2020-ից առաջ, Արգիշտիկ Հերամյանը հենց պատերազմի օրերին։ Նրան փոխարինած Միքայել Համբարձումյանը փաստորեն նոյեմբերի 9-ից առաջ, իսկ Արմեն Աբազյանը ԱԱԾ պետ նշանակվեց նոյեմբերի 8-ին։ Ինչ շրջափուլ է անցնում կամ գալիս Հայաստան ԱԱԾ հերթական պետի պաշտոնանկությամբ։ Հարկ է նկատել, որ ընդամենը 7 տարվա մեջ ԱԱԾ 4 պետի փոփոխությունը չափազանց շատ է այդ օրինակ բնույթով կառույցի համար, ինչը չի կարող լինել պետական արդյունավետ համակարգի ցուցիչ։